Հիմնական դպրոցն ավարտելուց հետո աշակերտներն ու նրանց ծնողները կանգնում են երկընտրանքի առաջ՝ շարունակել կրթությունը դպրոցում, թե որևէ քոլեջում, ստանալ միայն միջնակարգ, թե նաև մասնագիտական կրթություն։ Սյունիքի մարզկենտրոնը մասնագիտական կրթություն առաջարկող հաստատությունների բազմազանությամբ եզակի է։ Արհեստագործականից զատ Կապանում մասնագիտական կրթության հնարավորություն ունեն նաև երաժիշտներն ու նկարիչները։ Այս տարի գործունեության 60-ամյակը բոլորող Արվեստի պետական քոլեջում ավանդական մասնագիտությունները փորձում են ժամանակակից մեթոդներով մատուցել, որ երիտասարդների համար հետաքրքիր լինի։ Այս պահին աշխատաշուկայի առումով արդիական մասնագիտությունը դիզայն մասնագիտությունն է, որտեղ հիմնականում ամենաշատ դիմորդներն են լինում։ Քոլեջում լիցենզավորված ունենք 14 մասնագիտություն եւ մասնագիտացում, որից այսօր գործում են 10 մասնագիտություն, ցավոք վերջին մի քանի տարիների ընթացքում չունենք դիմորդներ երգչախմբավարություն մասնագիտությունում, երաժշտության տեսության մասնագիտությունում, էստրադային արվեստ, քանդակագործություն եւ զարդակիրառական արվեստ։ Մնացած բոլոր 10 մասնագիտություններով էլ ընդունելությունը իրականացվում է։ Երաժշտական գործիքների տիրապետող տաղանդավոր ուսանողները հեշտությամբ են աշխատանք գտնում եւ գումար վաստակում նույնիսկ ցածր կուրսերում։ Գործիքը իմ առօրյա ապրելակերպն է, ինքը համ ապահովում եմ ուրախությունը, համ տխրությունը, համ ներդաշնակությունը։ Եվ ես ունակ այսօր նվագելով իմ նվագարանը, դուդուկը ես համ աշխատանք արդեն ձեռք եմ բերել Կապանի համայնքապետարանի ժողովրդիկների անսամբլում եւ արդեն վաստակում եմ իմ գումարը։ Դու շրջապատված ես լիովին արվեստով, ծանոթանում ես արվեստագետների հետ ու իրենց հետ շփվելով արդեն իսկ ձեռք ես բերում գիտելիքներ, որը ինձ համար շատ կարևոր էր հենց իմ մասնագիտության հարցում։ Ուրիշներին կասեմ, որ եթե զգում եմ, որ հենց արվեստը իրենց է, ապա միայն Արվեստի պետական քոլեջ, որովհետև այստեղ մեր դասախոսները տալիս են մաքսիմալը։ Մարզկենտրոնում գործում է ուսհաստատություն, որի շրջանավարտները մարզի լավագույն բուժքույրերը, բուժեղբայրներն ու ատամնատեխնիկներն են։ 65-ամյա ավանդույթներ ունեցող Կապանի պետական բժշկական քոլեջը եզակիներից է տարածաշրջանում, որը համապատասխանում է բոլոր չափանիշներին։ Կապանի պետական բժշկական քոլեջում գործում են հետևյալ մասնագիտությունները՝ քույրական գործ, մանկաբարձական գործ, ատամնատեխնիկական գործ, դեղագործություն, ունենք սոցիալական աշխատանք մասնագիտությամբ։ Մեր մոտ գալիս են սովորելու եւ հիմնական կրթությամբ եւ միջնակարգ կրթությամբ։ Ինչու գալ մեզ մոտ, որովհետեւ մեր մոտ գալուց երեխեքը ձեռք են բերում մասնագիտություններ, որոնք տարածաշրջանում շատ պահանջված մասնագիտություններ լինելով ես Կապանի պետական բժշկական քոլեջի կարիերայի ուղղորդման պատասխանատու, անդադ կապ հաստատելով գործատուների հետ, գիտեմ առկա թափուր աշխատատեղերի մասին եւ վստահորեն կարող եմ ասել, որ ձեռք բերելու մեր մասնագիտությունները մեր երեխեքը անգործ չեն մնալու։ Այստեղ ցանկանում են ուշադրություն հրավիրել սոցիալական աշխատող մասնագիտության առկայության վրա։ Սովորողներն ասում են, ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքները պետք կգան ամենուր, նույնիսկ ոլորտը փոխելու դեպքում։ Ավարտելուց հետո կոնկրետ այս մասնագիտությամբ չեմ շարունակելու կրթությունս, արդեն ընտրել եմ այլ մասնագիտություն, ընդունվելու եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան կառավարում բաժին, բայց այս մասնագիտություն սովորելը չի խանգարում ընդհանրապես լրիվ այլ մասնագիտությամբ շարունակելու կրթությունը։ Կապանն ընձեռում է միջին մասնագիտական կրթության հնարավորություն գրեթե բոլոր ոլորտներում։ Սա առավելություն է, որի արժեքը հասկանում են հատկապես մարզաբնակները, քանի որ միշտ չէ, որ ցանկալի կրթություն ապահովող հաստատությունն այդքան մոտ է։